Փառք Աստծուն, բարի օր, փառք Աստծուն, կարևոր չէ թե ինչ խնդիրների միջով եք անցնում, կարևոր չէ թե ինչ է մեզ հետ կատարվում, ամենակարևորը դա Աստծուն փառք տալն է, փառք Աստծուն, հենց սրանում է գաղտնիքը, ցանկանում եք լավ ապրել, ցանկանում եք խաղաղություն և հաճույք ունենալ ձեր կյանքից, մանավանդ խաղաղություն Աստծո հետ, միշտ և ամեն ինչի ժամանակ ասեք փառք Աստծուն։ Երբ մենք ամեն ինչի համար Աստծուն փառք ենք տալիս, երբ փառք ենք տալիս խնդիրների համար և միևնույն ժամանակ փառք ենք տալիս Աստծուն, երբ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մենք ընդունում ենք, որ Աստված, Նա հոգատար է և Նա հոգ է տանում մեր կյանքի մասին։ Աստված թույլ է տվել այդ իրավիճակը, որպեսզի մենք ընդունենք Նրան ինչպես Հոր։ Մենք հասկանում ենք և ընդունում ենք, գիտենք, որ այս պահին այս խնդիրն է սկսվել, բայց նույնպես գիտենք, որ դա վերջանալու է, ամեն ինչ ժամանակավոր է։ Փառք Աստծուն, ամեն։ Երբ դուք կիրառում եք այդ հավատը, և դա իրապես հավատ է, որովհետև դուք շփվում եք մեկի հետ, ում չեք տեսնում, չեք կարող ձեռք տալ, չեք կարող զգալ, բայց դուք հավատում եք նրան և հավատում եք, որ նա լսում է ձեզ, լսում է ձեր աղոթքները։ Այլ խոսքերով, դուք իմաստուն հավատն եք օգտագործում։ Դուք չեք օգտագործում զգացմունքային հավատը, որովհետև Աստված նա միտք է, Աստված իմաստություն է, Աստված զգացմունքների հետ կապ չունի։ Աստվածաշունչը Աստծուն ցույց չի տալիս, ինչպես զգացմունքային ինչ-որ մեկի։ Աստված սիրում է, բայց Աստված սիրում է իմաստուն սիրով։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որն է իմաստուն սերը, հինգշաբթի օրերին երեկոյան ժամը 7-ին կա օնլայն ծառայություն «Սիրո թերապիա»։ Դուք կարող եք մասնակցել և հասկանալ, թե որն է իմաստուն սերը։ Դուք կսովորեք ինչպես իմաստուն կերպով սիրել և այլևս չեք տառապի ձեր անձնական կյանքում։ Որովհետև կան մարդիկ, ովքեր լսում են հիմա և նայում են այս տեսահոլովակը, և նրանք տարիներով տառապում են սիրու պատճառով։ Բայց ինչպես է հնարավոր, որ սերը տառապանք բերի։ Հենց այդպես է լինում այս աշխարհում։ Այո թե ոչ։ Մարդիկ ասում են. «Վայ, ես շատ անհաջող եմ ամուսնացել»։ Եվ ինչու է դա տեղի ունեցել։ Որովհետև նրանց սերը զգացմունքային է։ Որովհետև մարդիկ չունեն իմաստուն սերը։ Եպիսկոպոս, ո՞րն է տարբերությունը դրանց մեջ։ Հինգշաբթի երեկոյան դուք ուղղորդություն կստանաք սիրո թերապիայի ծառայության ժամանակ և կսովորեք իմաստուն կերպով սիրել։ Եվ ինչպես որ մարդը պետք է իմաստուն կերպով սիրի, նույնպես դա վերաբերվում է մարդու հավատին։ Հավատը նույնպես պետք է իմաստուն լինի։ Հավատը չի կարող զգացմունքային լինել։ Այո, դուք ինչ-որ զգացմունքներ եք զգում, բայց ձեր ամբողջ ուշադրությունը այդ զգացմունքների հանդեպ չէ։ Դուք ձեր մտքում մտածում եք. ինչ է գրված Աստվածաշնչում։ Ինչ որ գրված է, հենց այդպես պետք է կատարվի։ Ինչ որ գրված է, հենց դա ես պետք է կատարեմ։ Ինչ որ Աստված խոստացել է, պետք է կատարվի իմ կյանքում։ Ոչ թե այն պատճառով, որ Աստված խղճում է մեզ և դրա համար պետք է կատարվի, այլ հենց նրա համար, որ Աստված ասել է դա և դա պետք է կատարվի։ Որովհետև Աստծո խոսքը ինչ-որ յուրահատուկ և շատ ուժեղ բան է։ Որովհետև խոսքի միջոցով դուք քանդում եք ձեր ամուսնական կյանքը։ Եվ նույն խոսքի միջոցով էլ դուք կարող եք կառուցել։ Մեկ խոսք, և դուք ընտանիք եք ստեղծում։ Մեկ խոսք, և դուք քանդում եք ձեր ընտանիքը։ Խոսքի միջոցով դուք ձեր բիզնեսում ձեր գործերն եք սկսում։ Եվ նույն խոսքով էլ կարող եք ամեն ինչ կործանել։ Խոսքով մենք սիրում ենք, խոսքով էլ ատում ենք։ Ամեն ինչ խոսքից է կախված։ Եվ մենք նույնպես խոսքից ենք կախված։ Բոլորն էլ կախված են խոսքից։ Ամեն օր մենք կախված ենք խոսքից։ Միթե այդպես չէ։ Միթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա սխալ է։
որովհետև խոսքն Աստված է ստեղծել, և Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր է և Աստված խոսք է, և ինչպես որ նույնպես գրված է, խոսքը մարմին դարձավ, դա Հիսուսի մասին էր, հետո կարող եք Հովհաննեսի ավետարանում կարդալ, գրված է, որ խոսքը մարմին դարձավ և մարդկանց միջև էր ապրում, և ինչ որ Հիսուսն ասել էր, այդ ամենը կատարվում է և կատարվելու է, նա ուղղակի օգտագործել էր խոսքը։ Եվ բոլոր մարդիկ էլ նույնպես խոսքն են օգտագործում։ Դուք օգտագործում եք խոսքը, որպեսզի ինչ-որ բան ստեղծեք, և նույնպես որպեսզի քանդեք ամեն ինչ։ Երբ մենք անընդհատ դժգոհում ենք, մենք օգտագործում ենք այդ խոսքը, որպեսզի ավելի ու ավելի շատ վնասել մեզ։ Եվ այդպիսի մարդիկ շատ են տառապում, նրանք, ովքեր անընդհատ դժգոհում են, որովհետև մարդիկ, երբ դժգոհում են, իրենք իրենց անիծում են։ Երբ մարդը հիմարություններ է ասում, նա ինքն իրեն անիծում է։ Բայց երբ մենք ճիշտ բաներ ենք ասում, մենք ինքներս մեզ օրհնում ենք։ Այո թե ոչ, Աստծո ժողովուրդ։ Միթե այն, ինչ որ մենք հիմա ասում ենք, դա կրոն է։ Այդ ամենը կրոնի հետ կապված չէ։ Եվ եթե դուք կրոնավոր եք, իմացեք, որ դուք մոլորված եք։ Եթե դուք շարունակեք այդ կրոնավոր կյանքով, դուք կարող եք կորցնել ձեզ։ Բայց եթե իմաստուն կերպով վարվեք, օգտագործեք ձեր հավատը, դուք կկարողանաք նոր կյանք սկսել, որովհետև Աստված տվել է իր խոսքը, որպեսզի մենք օգտագործենք այդ խոսքը և մեր կյանքում նրա հրաշքները կատարվեն, նրա խոստումները։ Եվ երբ Աստվածաշունչն ասում է ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք, հենց այդպես է, հենց այդպես պետք է վարվենք այսօր։ Ինչ էլ որ լինում է, մենք ասում ենք փառք Աստծուն։ Նույնիսկ երբ մեր փորն է ցավում, երբ ցավում է, փառք Աստծուն։ Դուք ծիծաղում եք։ Ծիծաղում եք հիմա։ Բայց եթե ձեր մոտ ինչ որ ցավ լինի, և դուք կասեք. «Վայ, ոնց է փորս ցավում» կամ «գլուխս է ցավում», այդ ցավը ավելի կուժեղանա։ Այո թե ոչ, ովքեր են արդեն նկատել, որ հենց այդպես է լինում, երբ ինչ որտեղ ցավում է և դուք ասում եք դրա մասին, կարծես թե այդ ցավը ավելի է ուժեղանում։ Միթե այդպես չէ։ Դուք արդեն նկատել եք դա։ Մի քիչ ձեր գլուխն է ցավում, և դուք ասում եք. «Վայ, գլուխս է ցավում»։ Միանգամից այդ ցավն ավելի է ուժեղանում։ Եվ փոխարենը, որպեսզի դուք անընդհատ հռչակեք և խոստովանեք այդ ցավը, աղքատությունը, դժգոհությունը, փոխարինեք այդ խոսքերն Աստծուն փառաբանելով։ Երեխաների նման մի եղեք, որպեսզի ուշադրություն գրավեք կամ ինչ որ այլ բաներ։ Օգտագործեք ձեր միտքը, ձեր իմաստությունը։ Ամենակարևորն այն է, երբ դուք Աստծուն առաջին տեղում եք դնում։ Ինչ որ կատարվում է, դուք ասում եք փառք Աստծուն։ Փառք Աստծուն ամեն ինչի համար։ Նույնիսկ երբ ինչ որտեղ սայթաքել եք, փառք Աստծուն։ Տեր ներիր ինձ սրա համար, փառք Աստծուն, բայց դուք միանգամից փոխարինում եք ձեր խոսքերը, որպեսզի դուք պարտության մեջ չապրեք։ Աստծո հանդեպ հավատը պետք է 24 ժամ լինի։ Դուք պետք է այդ հավատով ապրեք։ Ոչ միայն երբ դուք եկեղեցում եք գտնվում։ Այդ հավատն ամենուր պետք է լինի ձեզ հետ։ Հավատը միայն այն ժամանակ չէ, երբ դուք երգում եք Աստծուն, երբ դուք աղոթում եք Նրան։ Այդ ամենը պետք է անընդհատ ձեզ հետ լինի, այդ հավատը պետք է ձեր մտքում լինի ձեզ հետ։ Ձեր մտքերը պետք է Աստծո հետ լինեն։ Եվ երբ դուք մտածում եք Աստծո խոսքի մասին, դուք մտածում եք Աստծո մասին։ Երբ դուք ընդունում եք Աստծո խոսքը, դուք ընդունում եք նույնպես Աստծուն։ Իսկ երբ անտեսում եք և չեք ընդունում Աստծո խոսքը, դուք չեք ընդունում Աստծուն։ Ամեն ինչ հենց այդպես է աշխատում։ Եվ դուք կարող եք հավատալ այդ խոսքին, որտեղ էլ որ դուք լինեք։ Յուրաքանչյուրը դա պետք է որոշի իր համար։ Դուք հասկացաք ամեն ինչ։ Այո թե ոչ։ Շատ կարևոր է, որպեսզի դուք այս խոսքը լսելով սովորեք և կարողանաք կիրառել այդ հավատը։ Կիրառել այն, ինչ որ սովորեցիք։ Դուք չպետք է ինչ որ բանի արժանի լինեք, որպեսզի ստանաք Աստծուց։ Հարկավոր է ուղղակի հնազանդ լինել։ Հնազանդվել նրան, ինչ որ նա սովորեցնում է։ Եվ դուք կստանաք այդ օրհնությունը։ Կարևոր չէ դուք արժանի եք, թե արժանի չեք։
Աստված հաշվի չի առնում այն, թե մենք արժանի ենք, թե արժանի չենք։ Աստված հաշվի է առնում մեր հավատը։ Մեր ինչը։ Ես ինչ ասացի։ Մեր հավատը Աստծո մարդիկ։ Հավատը նրա խոսքի հանդեպ։ Երբ Աստվածաշունչն ասում է ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք, ուրեմն շնորհակալություն հայտնեք։ Երբ ինչ-որ բան է եղել, երբ դուք սայթաքել եք, երբ դուք ինչ-որ բան սխալ եք արել, կամ ինչ-որ խնդիր է առաջացել, դուք շնորհակալություն եք հայտնում։ Փառք Աստծուն, ամեն ինչում ասում եք փառք Աստծուն։ Այդ ժամանակ դուք հավատով եք գործում։ Իհարկե դուք վերջում ինչ-որ բան եք ուզում ավելացնել, ինչ-որ իրավիճակի ժամանակ ուզում եք ինչ-որ բառ ասել, բայց փոխարինեք դա Աստծուն փառաբանելով։ Այդ ամենի փոխարեն ասեք փառք Աստծուն։ Փառք Աստծուն, այո թե ոչ։ Փառք Աստծուն ամեն ինչի համար։ Եթե հիշում եք, այն իրավիճակը, որը Դոնալդ Թրամփի հետ եղավ, երբ ինչ-որ մեկը կրակել էր նրա վրա, և մինչև որ փամփուշտը կդիպչեր նրան, նա տեղաշարժեց իր գլուխը։ Եվ ով ստիպեց, ով այնպես արեց, որ նա տեղաշարժվի, որ այդ փամփուշտը չդիպչի նրան, միթե Աստված չէր։ Իհարկե փամփուշտը վնասեց նրա ականջը։ Երբեմն Աստված թույլ է տալիս, որ այդպիսի փոքրիկ բաներ լինեն մեզ հետ, որպեսզի մենք արթնանանք, որպեսզի հավատի մեջ քնած չլինենք, և Աստված տարբեր իրավիճակներ է թույլ տալիս, որ մենք մեր դեմքը, մեր հայացքը դեպի վեր ուղղենք։ Այո թե ոչ։ Փառք Աստծուն։